Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ այս պահին արդեն հյուր ունենք տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սարա Նալբանդյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Քիչ առաջ մենք իմ գործընկերոջ Արամ Չախոյանի հետ խոսում ենք, որ այսօր շատ հիշարժան օրը, այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Եվ կարծես թե պատահականություն չէ, որ այսօր դուք եք մեր հյուրը, խոսելու ենք կինոյի, թատրոնի, բուհի, ներկայի եւ հեռագնա ծրագրերի մասին։ Ինչպես կբնութագրեք այսօր կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ներկայի համաշխարհային թատերական եւ կինո կրթական վիճակը համաշխարհային համատեքստում։ Որակը կրթության, այդպես կարծիք։ Որն է մեր հիմնական տարբերությունը եւ առավելությունը մյուս բուհերի համեմատ։ Նախ շնորհակալություն, որ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա մասին ասացիք, ես ինքս աշխատել եմ համազգային թատրոնում, երբ Սոս Արտաշեսվիչը դեռ կենթանի էր եւ ղեկավարել եմ գրական մասը, եղել եմ գրական մասի վարիչը եւ մի շրջան մենք միասին աշխատել ենք, իրոք շատ հետաքրքիր ու հարուստ այսպես փորձառություններ դա, քանի որ նա անընդհատ ինձանից պահանջում էր, որ ես գրականություն կարդայի, պիեսներ կարդայի, հատկապես հայկական, որպեսզի կարողանանք բեմադրել համազգային թատրոնում։ Ինչ վերաբերում է մեր կրթության որակին, այստեղ գիտեք, նախ քանի որ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը բավական մեծ կառույց է, իր նմանատիպ բուհերի համեմատ, օրինակ եվրոպական երկրներում մենք մի քանի անգամ գերազանցում ենք այլ բուհերի, եվրոպական բուհերի քանակը, քանի որ այնտեղ որտեղ պրակտիկ առարկաներ են դասավանդվում, սովորաբար շատ քիչ ուսանողների են վերցնում։ Եվ երբ օրինակ ես մեր գործընկերների հետ խոսում եմ եւ ասում եմ մեր ուսանողության քանակը, որը կարծես թե այդքան մեծ չի, հա, 650-700 հոգի, եթե ֆիլիալներն էլ վերցնենք, 700-ից մի փոքր անցնում ենք, հա, իրենք զարմանում են, քանի որ իրենց մոտ 200-300 այսպես ուսանողներ են, 5 անգամ ավել է եւ բնակչությունն ընդ որում ավելի մեծ է։ Ինչ վերաբերում է կրթության որակին, ապա այստեղ անկեղծ ասած միանշանակ ես չեմ կարող ասել, որ վատ է կամ լավ է, հա։ Մենք գիտենք մեր թերությունները եւ մենք աշխատում ենք այդ թերությունների հետ։ Ես ամենևին չեմ եկել այստեղ գլուխ գովալու եւ պատմելու, թե ինչ հրաշալի է ամեն ինչ մեզ մոտ, ինչ լուսավոր է, ինչ պայծառ է։ Բայց ինչ վերաբերում է դասավանդման այն առարկաների, որ իրենք անցնում են այն, ինչը մենք մեր բուհում տալիս ենք այսօր մեր ուսանողներին, միշտ չի, որ ավելի վատ է, իսկ երբեմն ավելի լավ է, քան այլ երկրներում։ Օրինակ մեր վերջին փորձից ելնելով պատմեմ, որ Ավինյոնի փառատոնի ընթացքում առաջատար թատերական դպրոցներից մեկը, Ժակ Լեկոկի դպրոցը, որը Փարիզից տեղափոխվել էր Ավինյոն, արդեն մի քանի տարի է եւ այդ տենդենսը կա, հա, որ Փարիզից տեղափոխվում են պրովինցիա, քանի որ այնտեղ ապրելու հնարավորությունները ավելի հեշտ է ապրել, հա, քան Փարիզում։ Հարավն է Ավինյոնը, Ֆրանսիայի լավ տեղ է։ Չէ, հրաշալի տեղ է։ Եվ այսպես ուրեմն վճարովի դպրոց է, չեմ հիշում, 8-ից 12,000-ի կարգի տարեկան վարձը։ Մեր երեխաները 2 տարի արդեն մասնակցում են իրենց բաներին, հա, վարպետաց դասերին, ամեն տարի երբ տանում եմ այնտեղ, իրենք մասնակցում են եւ ասում են, որ երևի ամենա թեմայի մեջ հենց մեր ուսանողներն են լինում, քանի որ իրենք այն ինչը անցնում են, մեզ մոտ արդեն անցած են եղել։ Այսինքն իրենք շատ արագ հասկանում են ինչ է իրենցից պահանջվում, շատ արագ մտնում են թեմայի մեջ։ Իհարկե իմ միգուցե սուբյեկտիվ կարծիքն է, մեր երիտասարդները, մեր երեխաները շատ ավելի արագ են ընկալումների մեջ, քան շատ այլ ազգերի մոտ։
Գիտեք, Տիկին Գալստյան չէ, Սառա դիմեմ ձեզ, այդպես ավելի հարմար է հավանաբար։ Սառա, ես կարծում եմ, որ մենք մի քիչ շատ ենք դերասաններ տալիս, քան պետք է, այսինքն մենք պատասխանատվություն ենք, կրթություն ենք տալիս, բայց հետո այդ մարդիկ ինչ անեն հետո, որովհետև դե ասպարեզ այդքան մեծ չի, չնայած Հայաստանի համար բավականին շատ թատրոններ ունենք, անսպասելի մի տեսակ շատ են թատրոնները, ինչը վատ չէ, դե հիմա արվեստը երբեք շատ չի լինում, բայց այդ գործի տեղավորման, ինքնադրսևորվելու առումով համաձայնվեք մի քիչ անմիտ է, օրինակ, չգիտեմ, տարեկան քանի օրինակ դերասան է դուրս գալիս ինստիտուտից մոտավորապես։ Ուրեմն տեսեք, հիմա իրավիճակը փոխվել է, քանի որ եթե նախկինում մենք մոտ 60-ից 70 տարեկան միայն դերասան էինք տալիս, այս տարի ես լիմիտ դրեցի, որ 40-ից չենք անցնելու։ Ինչպես է լիմիտը դրվում։ Պարզապես Տեղերն է կրճատում։ Տեղերը մենք կրճատեցինք, նախարարությունից ավելի քիչ տեղեր խնդրեցինք, թեպետ նախարարությունը, այսինքն պետգիտկոմը, այդ կառույցը, որը ղեկավարում է Բոհերին, իրենք ալգորիթմեր էին կիրառել, մշակել եւ այդ ալգորիթմերով ստացվում էր, որ մենք պիտի դերասաններ մոտ 60-70 հոգի հենց ընդունենք։ Ինչի վրա են հիմնված այդ ալգորիթմերը կոնկուրսի։ Քանի որ այո, դերասանականում մենք միշտ ունենք կոնկուրսի, 1-ին 3 գոնե ունենում ենք, կոնկուրս եւ դրա համար այդպես դուրս էր գալիս մաթեմատիկական հաշվարկներով, որ դերասանականում պիտի ամենամեծ քանակը լիներ ուսանողների։ Ես հենց ելնելով ձեր ասացից, որ այդքան շատ դերասաններ պետք չեն, բացի այդ շատ հաճախ գալիս էին ուղղակի մարդիկ փորձելու համար կստացվի թե չէ։ Եվ հաճախ գալիս էին անպատրաստ մարդիկ, որոնք սովոր էին, որ դե միգուցե ստացվի եւ ընդունվեմ, 2 տարի շատ խիստ քննություններ անցկացնելուց հետո ընդհանուր մինչև անդամների էր վերածվել ամբողջ ուրեմն համացանցում այդպիսի հումորներ էին անում, գրում էին, որ թատերականում փրթոցի է, չգիտես ինչ, բայց դա բերեց նրան, որ առաջին տարվանից հետո, 2 տարի ես անցկացրեցի, իմ օրոք եղել են քննություններ, շատ խիստ պայմաններում, 3-րդ տարին արդեն չկար որևէ մարդ, ով պատահական եկել էր թատերական ինստիտուտ։ Ես միշտ ասում եմ, եթե դուք գնում եք բժշկական, չէ՞ որ դուք պատրաստված եք գնում, դուք 1 տարի, 2 տարի գոնե պարապում եք, որպեսզի ընդունվեք։ Քինա այդ պարապում, կենսաբանություն, չգիտես ինչ, որն է տարբերությունը, չէ՞ որ ձեր մասնագիտությունը ոչ պակաս բարդ է, քան բժշկի մասնագիտությունը, թեև այդ մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք չգիտի, բայց դերասանի, հատկապես այսօրվա ժամանակակից դերասանի աշխատանքը սարսափելի ծանր է։ Ես երբեմն երեխաներին, դե մի տեսակ ոնց որպես քո երեխա ես, չէ, իրենց նայում, եւ երբ արդեն տեսնում եմ 45 րոպեից ներկայացման, ինչքան իրենք էներգիա են ծախսել, ուղղակի երբեմն ինչ-որ տես փոքրիկ հյուրասիրություն եմ կազմակերպում, ասում եմ գան գոնե մի բան ուտեն, որովհետև գալիս են բացարձակ սպառված։ Այդ 45 րոպե, 50 րոպե ներկայացումից հետո, որտեղ իրենցից ամեն ինչ է պահանջում։ Ձեր հարցին վերադառնալով, այո, ես համամիտ եմ։ Հիմա երբ կրթության նոր օրենքն է մտել եւ փոխվելու է ֆինանսավորման ձևը, հույս կա, որ մենք կկարողանանք մի փոքր էլ կրճատել, այսինքն դարձնել 20-ից 30 տեղ, ոչ ավել։ Այդ դա կլինի այն իդեալական քանակը, որը պետք է սպասարկի ասպարեզը կինոյի, այո։ Գիտեք, թատրոնում դեռ վիճակը ավելի լավ է, այնտեղ նոր դեմքեր կտեսնես ժամանակ առ ժամանակ, կինոյում նույն դերասանների այդ խումբը նկարահանվում է տարեց տարի նմանատիպ սյուժեով ֆիլմերում, որովհետև մոդել կա, որ այս դերասանները դիտող կամ կինոսիրող են բերում կինոթատրոն եւ դիտողականություն են ապահովում եւ այդ մոդելով նույն այսպես ռեժիսորները, նույն սցենարիստները, նույն նկարահանող խումբը, ուզում եմ ասեմ, գիտեք, ինչի համար է պետք 70 դերասան տալ տարեկան, եթե նրանցից միայն 10-12-ն են ուշադրության կենտրոնում, ես այդ առումով էի հարցս ավելի շատ ուղղում։ Լավ, ինչ են սովորում։ Իսկ միշտ թվացել է իմ խորհրդամոզմամբ, որ
դերասանությունը կա մարդու մեջ, կամ չկա։ Իհարկե կարելի է որոշ բաներ սովորեցնել, օրինակ շարժուձև, պար, բեմական խոսք, ինչ որ բաներ, հա, բայց դերասանությունը պիտի միջից լինի, էլի, կամ կա կամ չկա։ Ես ուզում եմ հասկանալ օրինակ ինչ է դրա մասին մտածում։ Արվեստի ճյուղերը կարծես թե կարելի է մարդու 0-ից վերցնել եւ դարձնել դերասան, ձեր կարծիքով Սարա։ Իսկ կարելի է մարդուն 0-ից վերցնել եւ դարձնել քիրուրգ։ Պիտի մի բան լինի, չէ՞ մեջը։ Քիրուրգը, չէ, եթե սեր կա դեպի մասնագիտությունը, դա երևի կտանի ջանասիրության, աշխատասիրության, եւ այստեղ արդեն հա, բայց դերասանության մեջ չգիտեմ, օրինակ արդյոք կարող են ես գիտեմ բազմաթիվ շատ լավ ընկերներ ունեմ դերասանի երիտասարդների հետ ընկերություն եմ անում, անունը չտամ, բայց գիտեմ եւ շատ ինստիտուտ ավարտած երիտասարդների դերասանական ամբողջական կրթություն է ստացել, բարմեններ են, դիջեյներ են, մենեջերներ են, բայց հաստատ դերասան չեն, բայց միևնույն է, կրթությունը երբեք չի կորում։ Ինչ է սովորել։ Գիտեք ինչ, հիմա մենք մի քանի հարց միանգամից այդպես գլոբալ միանգամից մի քանի հարցերով խոսենք հանգիստում։ Սիրով, ուրեմն տեսեք, ես ինչ եմ ասում քիրուրգ, որովհետև հենց քիրուրգիան այդ առումով նման է արվեստին, հա, կամ դա կա, կամ չկա, կամ քո ձեռքը լավն է, կամ վատն է։ Ուրիշ բան, որ առանց սովորելու դու երբեք չես դառնա լավ քիրուրգ։ Նույնիսկ եթե դու ունես աշխարհի լավագույն ձեռքերը եւ ամենանուրբ մատները, որոնցով դու կարող ես կատարել ամենաբարդ վիրահատությունները, եթե դու չանցնես համապատասխան կրթություն չունենաս, դու երբևէ չես դառնա լավ քիրուրգ, հա։ Դերասանության հետ կապված իհարկե շատ են միֆերը, որովհետեւ բոլորին թվում է, որ իմ մեջ կա եւ բավական է։ Եվ շատ հաճախ մայրիկները, հայրիկները, տատիկները, պապիկները ամրապնդում են երեխայի մեջ այս համոզմունքը, որ եթե դու լավ կարողանում ես քո ուսուցչի պարոդիան անել, ուրեմն դու մեծ դերասան ես, դու քո մեջ, չգիտեմ, այդ շնորհքը կա։ Իսկ հայ ազգի մոտ իհարկե դա երևի մեր լավագույն գծերից մեկն է, որ մենք մեր երեխաներին տենց շատ ենք սիրում եւ գերադնահատում, բայց երբեմն մենք սխալ ուղղությամբ ենք տանում, հա, երբ երեխան մի փոքր շարժվել գիտի, արդեն ասում են, դու հրաշալի պարում ես, չգիտես ինչ, եւ համարում են, որ կրթությունը ուղղակի ստանում են, որպեսզի դիպլոմ ստանան, իրենք արդեն պատրաստի պարողներ են, պատրաստի հատկապես բարի ասպարեզում դա շատ է երևում եւ դերասանական կրթություն ստանալու համար ինչ է հարկավոր։ Նախ շարժում եւ շարժումը ոչ միայն այն հնացած ձևերով կամ դասական ակադեմիական ձևերով, այլ նաեւ ժամանակակից մեթոդներով։ Հիմա մենք ունենք մի քանի մասնագետ, ովքեր շարժումը պարապում են նոր մեթոդաբանությամբ եւ շատ հետաքրքիր ռեզուլտատներ ենք տալիս, ունենք արդեն մի քանի ներկայացում, որոնցով մենք ուղղակի հպարտանում ենք եւ նույնիսկ այսպիսի անհամեստորեն ասեմ, որ դիպլոմատական կորպուսից ներկայացուցիչներ եղել էին մեր ներկայացմանը եւ ասել էին այսքան տարի է մենք Հայաստանում ենք, սա լավագույնն էր, որ տեսել ենք, որտեղ այստեղ շեշտը հենց շարժման վրա էր եւ դա շատ ժամանակակից ձևով էր մատուցված։ Ձայնը պիտի մշակվի ու անընդհատ պիտի մշակվի, պիտի վոկալ պարապել, բայց վոկալը ոչ թե կանգնել երգելով, այլ շարժման հետ զուգակցված։ Եվ պատկերացրեք ինչքան բարդ է, երբ երեխան եւ պիտի շարժվի եւ պիտի մոստիչնի ու միաժամանակ երգի կամ խոսի եւ խոսի այնպես կարծես թե ինքը կանգնած է խոսում եւ ոչ թե շատ դժվար է, շատ բարդ բաներ կամ ես չգիտեմ կանգնած տեղից պիտի այնպես կարողանա հաշվարկի, որ օրինակ այդ ներկայացման մասին որ նոր պատմում էի, սեղան է դրված բեմի մեջտեղում եւ երկու դերակատար կանգնած են սեղանի աջ եւ ձախ կողմերին եւ իրենք ինչ որ պահի այսպես թեթև իրար հետ ինչ որ շարժում են անում ու հանկարծակի այսպես թռիչքով հայտնվում են սեղանի վրա, նստած են արդեն սեղանի վրա, մեկ թռիչքով ինչպես պիտի իրենք հաշվարկեն, մարզված պիտի լինես, առնվազն ինչպես պիտի մարզված լինես, այո, պիտի պարապեն։ Մեր իհարկե բույի լավագույն երևի փորձառություններից մեկը որ յոգա են պարապում։ Այսինքն դա ուսումնական ծրագրի մեջ է, ուսումնական ծրագրի մեջ, այո, սպորտի դաս
դասերին մենք որոշել ենք, որ յոգա պիտի պարապեն, որպեսզի մի փոքր էլ իրենց հոգեվիճակի հետ աշխատանք, բացի ֆիզիկականը բացելուց, նաև իրենց հոգեվիճակի ինքնակառավարման հետ է դա աշխատում, ուստի դա լավ փորձառություն է եւ Պարուսույցներ կան հավանաբար, չէ՞, բարի դասեր կան, պարուսույցներ, ովքեր պարապում են դասական մեթոդներով, պարուսույցներ, ովքեր պարապում են ժամանակակից մեթոդներով եւ ուզում եմ ասել, որ մենք համեմատում ենք միջազգայինի հետ, հա։ Միջազգային օրինակ լեհական դպրոցում եմ այդպիսի բան տեսել, երբ ուսումնասիրում ենք ծրագրերը, որ յոգան ինտեգրված էր ծրագրի մեջ, հա։ Նկատի ունեմ, մենք կարող ենք գնալ լավագույն դպրոց, համաշխարհային լավագույն դպրոց թատերական, վերջերս չեմ ուզում ասել, որ դպրոցն է, բայց առաջատար համարվող դպրոցներից մեկում, բուհերից մեկում, ես մի ներկայացում տեսա, որ եթե մեզ մոտ այդպիսի ներկայացում բեմադրեին, ես պարզապես այդ մարդուն կզրկեի մեզ մոտ աշխատելու հնարավորությունից, բայց իրենց ռեկտորը հպարտ էր, բերել էր, չգիտեմ, բազում հյուրեր, որոնք նայում էին, եւ իրեն դա դուր էր գալիս։ Հավանաբար հանդիսատեսների, եթե բայց հանդիսատեսը բավական կրթված հանդիսատես է, ուղղակի բուհական համակարգում հանդիսատեսի օբյեկտիվության պահը մի քիչ չափազանցրած է, ջնջված է, որովհետև գալիս են իրենց ծնողները, իրենց բարեկամները, որոնք ի սկզբանե եկել են իրենց տաղանդներով հիանալու, հա։ Եվ ուստի միշտ չի, որ մենք ունենք օբյեկտիվ պատկեր, հա, երբեմն շատ վատ ներկայացումներից հետո այնպիսի ավացիաներ են լինում, որ շշմում ես, հա, կասկածել կոնկալման վրա։ Չէ, չես կասկածում կոնկալման վրա, ուղղակի գիտակցում ես, որ բարեկամներ են, որոնք եկել են ուրախանալու իրենց երեխաներով, հա, եւ դրանով երեխաներին երբեմն վատություն են անում, քանի որ իրենք չեն տեսնում օբյեկտիվ վիճակը։ Խնդրեմ, Մեր զրույցի սկզբից դերասանների մասին ենք խոսում, բայց չէ որ միայն բուհը հասկանալի է, որ դա ամենակարճ ճանապարհն է դեպի ճանաչելիություն, քանի որ բեմում ես կամ կադրում, բայց ռեժիսորներ, կինոքննադատներ, թատերական քննադատներ, ինչպիսի վիճակ է եւ արդյոք կա հետաքրքրություն ինչ վիճակ է այս մասնագիտության տեսեք, մի քանի ժամանակ առաջ մեզ մոտ հերթական անգամ Արտուրն էր Ղուկասյան, հա, հյուրընկալվում եւ ասաց, որ անհրաժեշտություն կա այսօր ոչ պակաս քան դերասանների, նաեւ այլ բնույթի մասնագետների, օրինակ, չգիտեմ, թատերական մենեջերների, կազմակերպիչների, հյուրախաղեր կազմում, մի խոսքով այդ ադմինիստրատիվ գործերով զբաղվող մարդկանց, ովքեր ի վերջո պետք է հասկանա, որ եթե միայն դերասաններ լինեն եւ չլինեն քննադատներ, կարծես ամեն ինչ իմաստազրկվում է։ Ունեք, հա, այդպիսի կուրսեր կան, ինչ նորամուծություններ կան, հա, ձեր օրոք։ Շնորհակալություն հարցի համար, քանի որ դա ինձ երևի թե ամենաշատ անհանգստացնող հարցերից մեկն էր, բարեբախտաբար մենք իրավիճակը կարողացանք շտկել, այս սկսեցի խոսել այն մասին, որ մենք կրճատել ենք դերասանական տեղերը, իսկ ինչպես է ստացվել, որ մենք պահել ենք ուսանողների քանակը, բալանսը պահպանվել է եւ չի կրճատվել ուսանողների քանակը, ուրեմն մի քանի տարի ես ուսումնասիրություններ եմ կատարել շուկայի, ինչ մասնագիտություններն են պահանջված, ինչի կարիք մենք ունենք եւ երկրորդ հարցը դեռևս չեմ կարողացել լուծել, առաջինը պրոդյուսերներն են, գծային պրոդյուսերները, որոնք հսկայական պահանջարկ ունեն բոլոր ասպարեզներում, եւ թատրոնը, եւ կինոն, եւ հեռուստատեսությունը, եւ փոքրիկ պրոդաքշնները, եւ համերգային կազմակերպումը, եւ թանգարանային իվենթներ, մենեջերներ, բոլոր ասպարեզներում սուր կարիք կա այդ կարգի մասնագետների, հա, իսկ մենեջերների։ Մենք միշտ ունեցել ենք արվեստի կառավարում եւ շատ լավ է, որ դուք Արտուրի անունը տվեցիք, որովհետեւ մենք Արտուրի հետ աշխատում ենք համատեղ, ինքը ամբիոնի վարիչն է եւ իր ստեղծած ամբիոնն է դա, եւ մեր աշխատանքը բերեց նրան, որ տարեկան 3-4 դիմորդից մենք արդեն ունենում ենք տարեկան 17-20 դիմորդ, որոնցից կարողանում ենք ընտրել մոտավորապես 13 հոգի, 13-15 հոգի արդեն կարողանում ենք ընտրել կոնկուրսով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ դաշտը շուտով
այդ սովից կսկսի կամած հագենալ։ Կամած իհարկե, բայց կարիքը շատ մեծ է, հսկայական է հենց արվեստի կառավարիչների, հա։ Երկրորդը, որ մենք հիմա անում ենք, մենք փորձում ենք առանձնացնել արվեստի կառավարումը եւ կինո հեռուստատեսության պրոդյուսինգը։ Դա նույնպես շատ կարևոր է, որովհետեւ իրենք շատ տարբեր են։ Իհարկե հիմքերը նույնն են։ Այսինքն մի քանի կուրս կարող են ընդհանուր անցնել, բայց հետո պիտի բաժանվեն, հա։ Այդ առումով հիմա մենք ուսումնասիրում ենք ամերիկյան համակարգը, կրթական համակարգը, որտեղ հենց այդպես էլ կազմակերպված է իրենց մոտ ի տարբերություն եվրոպականի, որը ձգտում է երամյա բակալավրիատի, իրենց մոտ դեռևս 4-ամյա բակալավրիատը պահպանված է շատ տեղերում։ Եվ առաջին 2 տարին իրենց մոտ ծանուցողական տարիներ են, այսինքն իրենք ամեն ինչ սովորում են, ընդունվում են արվեստի կառավարում, սովորում են ամեն ինչ, իսկ 3-4 կուրսից արդեն գնում են ըստ մասնագիտացումների։ Հավանաբար գոնե արվեստի կառավարումը մենք կտանենք այս ուղղությամբ եւ իհարկե փորձելու ենք ստանալ դասիչ հենց պրոդյուսինգի, քանի որ շատերը չեն պատկերացնում, որ արվեստի կառավարումը դա հենց պրոդյուսինգն է, արվեստի պրոդյուսինգն է։ Հաշվի առնենք, որ պրոդյուսինգը տարբեր մասնագիտացումներ ունի, հա, կա գլխավոր պրոդյուսեր, կա գծային պրոդյուսեր, հա, եւ իրենք շատ տարբեր գործառույթներ են իրականացնում։ Մենք ունենք շատ լավ բաժին նկարչության, սցենոգրաֆիայի, որում նույնպես պիտի ճյուղավորումներ գնան թատրոնի համար, նկարչությունը պիտի առանձնանա կինոից եւ հեռուստատեսությունից։ Բեմի նկարիչներ, չէ, դեկորատորներ, կոստյումի նկարիչներ եւ դեկորատորներ ցավոք սրտի դա մի քիչ ուրիշ խնդիր է, որտեղ դեկորատորը մեր համակարգում ընկալվում է որպես քոլեջի։ Հասկանալի է, հա, ես դեկորատոր միգուցե զուտ գործանող չէ, պապիե մաշեով, այլ զուտ մարդ, որ այդ պատկերացումը իրականությունը դարձնում է։ Հավանաբար այդ մասնագիտությունը ձեռք են բերում Գեղարվեստի ակադեմիայում։ Ոչ, Այդտեղ թատրոնի եւ կինոյի նկարչությունը մեզ մոտ է։ Այնպես որ հիմա եթե ամեն ինչ գնա այնպես ինչպես պլանավորվում է, չի բացառվում, որ մենք շուտով թվային սցենոգրաֆիա կարողանանք դասավանդել եւ չգիտեմ հիմա շատ չեմ ուզում խոսել, բայց թվային սցենոգրաֆիան շատ կարեւոր է, որ նույնպես տիրապետեն, հա, ուսանողները այս հմտությանը եւ կարողանան համակարգչով ստեղծել բեմի ինչ որ համար ես նկատի չունեմ համակարգչով ստեղծեն նկարեն, հա, այլ համակարգչով ստեղծեն եւ իրականացնեն տեխնոլոգիաների միջոցով, ոչ թե ֆիզիկական դեկորներ տեղադրեն, այլ թվային դեկորներ օգտագործվեն արդեն։ Սա ապագայի հարցն է, հիմա դուք նույնիսկ մի շատ կարևոր բան ասացիք, որ դեկորատոր, հա, երկրորդն է դա, որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մենք շատ սուր պակաս ունենք մասնագետների, ովքեր կապահովեն բեմը լցնում են, մեքենան կաշխատի իրենց շնորհիվ, հա։ Դրանք լուսային մասնագետներն են, ձայնային մասնագետներն են, դրանք ձեր ասած հենց դեկորատորները, բուտաֆորները, կադրից դուրս աշխատող մարդիկ, պարիկ պատրաստող, մենք իհարկե ունենք մի շատ լավ մասնագետ, ով ամեն տարի գալիս է Ամերիկայից, ինքը կարծեմ Paramount Pictures-ում է, թե մեկ այլ խոշոր production-ում, չեմ հիշում հիմա կոնկրետ որ major-ի մասին է խոսքը, բայց ինքը աշխատում է այնտեղ ամբողջ տարին որպես կոստյումի դիզայներ, որպես կեղծամի, բուտաֆոր նաև կեղծամներ պատրաստել, այսինքն հա, ինքը նկարիչ է, որպես այնտեղ աշխատում, հա, այդ մեծ հսկայական, իհարկե այնտեղ մեքենան այնպես է աշխատում, որ շատ մանր մասնագիտացումներ կան, եւ այս կինը յուրաքանչյուր տարի այնտեղ գումար է աշխատում, հետո գալիս է այստեղ եւ անվճար դասեր է կազմակերպում մեր ուսանողների համար, եւ մենք, քանի որ մեր նպատակն է ոչ միայն զարգացնել մեր բողը, այլ դաշտին ապահովել
մասնագետներով մենք նաև թույլ ենք տալիս, որ այլ բուհերի ուսանողներ անվճար մասնակցեն այս դասերին, առանց գումար վճարելու։ Այս տարի շատ էր եղել պահանջարկը, ինքը այսպես շատ մեծ, չէ, միշտ չի որ մեծ է լինում, պատահում են տարիներ, որ քիչ են դիմում։ Դրանց ցանկացած հեռուստատեսություն իրեն արգող պիտի իրենք մասնագետներին ուղարկեն այդ դասերին, որպեսզի փորձը տանեն։ Պիտի մենք աշխատենք իրենց հետ, որ իրենց իրազեկենք։ Այստեղ երևի մեր բաց թողումն է, շնորհակալություն, նկատի ունեմ, մենք կարող ենք աշխատել հենց իրենց։ Մեկ ես օրինակ նայում եմ հեռուստացույց ծախս է արած եւ գիտեմ, որ ունեն հնարավորություն են, բայց նույն հաղորդավարին այնպես են շպարել կամ ասենք գրի մարել, որ նայումս չի լինում կադրին նայել ուղղակի եւ դա այնպես չէ որ հատուկ արված կամ ուղղակի մասնագետը չունի այդ պրոֆեսիոնալիզմը բավարար։ Ես մի հարց խնդրեմ Սուսաննա ջան, մենք հիմնականում մասնագիտական զրույց ենք, մասնագիտական հարցեր ենք շոշափում, բայց պետք է հաշվի առնենք, որ արվեստի բուհերը, մասնավորապես 3-ը, թատերականը, կոնսերվատորիան եւ Գեղարվեստի ակադեմիան առանձնանում են մնացած բոլոր բուհերից։ Եվ շատ հայտնի բան եմ ասելու, որ երկրի ներուժը դա երիտասարդությունն է։ Իսկ արվեստի, այսինքն մտավորականությունը հիմնականում, միգուցե մի քիչ շատ էսպես ամբիցիոզ բան եմ ասում, բայց ձևավորվում է արվեստի բուհերում մտավորականությունը։ Եվ այսպիսով հարց, ինչպես է գնահատում այսօրվա երիտասարդությունը, ինչ ձգտումներ ունեն, ինչ հույսեր կարող ենք կապել այսօրվա երիտասարդության հետ ձեր դիտանկյունը։ Հոյակապ շկոլան սովետական, կինոյի ու թատրոնի, որ մենք ունեցել ենք եւ հպարտությամբ միշտ ներկայացրել ենք, արտահանել ենք։ Ես ավելի շատ մարդ տեսակի մասին է հարցս, քան զուտ մասնագիտական։ Խորություն, այդ խորությունը մի քիչ գիտեք։ Ես հարցազրույցներ եմ լսել այդ անվանի դերասաններին, նույն ասենք Արմեն Ջիգարխանյանի կամ չգիտեմ Քոթանջանի, Ռաֆայել Լևալյան եւ նրանց խոսքին եւ հետում ես հասկանում ես, որ այս մարդիկ կյանքի փորձ ունեն, ինչ որ գրքեր են կարդացել, ինչ որ ներաշխար ունեն։ Վաղը մենք ունենանք այդպիսի օրինակներ։ Պայմանական վաղը։ Գիտեք ինչ է, դուք երևի սխալ մարդու եք այդ հարցը տալիս, որովհետև ես մի փոքր, չգիտեմ դա ինչքանով է պրոֆեսիոնալ կամ ոչ, բայց ես մի քիչ ունեմ այդ բնավորությունը ուսանողներին որպես մայրիկ դիտել, մայրիկի տեսակետից, եւ այսինքն բոլորը լավն են։ Այո։ Ունեմ ես այդ թերությունը, ես հասկանում եմ, քանի որ ինձ համար այն կուրսերը, որտեղ ես եմ դասավանդում լավագույնն են, այն ուսանողները, ում ես ղեկավարում եմ լավագույնն են, բայց օբյեկտիվորեն ես համեմատում եմ 20 տարի առաջվա թատերականը եւ այսօրվա Ինձ թվում է այսօր ավելի շատ տաղանդավոր երեխաներ մենք ունենք, քան նույն 20 տարի առաջ է եղել, թողիցներ են այն մարդիկ, ովքեր այդպես չեն համարում, դա իմ կարծիքն է, բայց ես միշտ ասում եմ, որ շատ տաղանդավոր մենք երեխաներ ունենք, հսկայական տաղանդ։ Ինչ վերաբերում է խորությանը, արդյոք այսօրվա աշխարհում մենք ունենք այդ խորությունների որոնց մասին դուք խոսում եք, հա, Ջիգարխանյան, բայց անհամեմատ ավելի քիչ, մարդիկ ավելի մակերեսային են, մտածում ու ապրում, դա մակերեսային դարձել։ Մենք բոլորս նույնիսկ գիրք կարդալ սիրող մարդիկ, ովքեր սովոր են գիրք կարդալու, չէ, մեզ մոտ դարձել է մեր ընկալումները դարձել են, ես հիմա իմ խոսքերով չեմ ասում, հայտնի թատերագետ Հանս Լիմանի միտքն եմ ասում, որ մենք սկանավորում ենք, ոչ թե կարդում ենք, մենք չենք մտնում խորքերը, և նույնիսկ մարդիկ, ովքեր հատորներ են կարդացել, հա, փոքր տարիքից։ Բայց գլխավորը չեր է բռնել, հեղինակի ինչեր ուզում ասել։ Չէ, անբռնել են, ես օրինակ հիմա ինձ վրա վերցնեմ, հա, ես շատ սիրել եմ կարդալ, մինչ օրս էլ ես կարդում եմ, գոնե մի քանի տող պիտի կարդամ մինչև քնելս, հա, բայց ես զգում եմ, որ ես կենտրոնացումն ենք կորցնում շատ հաճախ, որովհետև ժամանակի ռիթմը, չէ, շատ պարզ է բացատրությունը, մեր ընկալման ձևը փոխվել է, որովհետև մենք թերթում ենք անընդհատ, մենք չենք կարողանում կենտրոնանալ, որովհետև առհասարակ ինտերնետային համակարգը, որում մենք հիմա
բոլորս ապրում ենք, մեզ ստիպում է, որ մենք անդադար Արագ սկրոլ անենք։ քան ենք անում։ Եվ հետաքրքիր է, որ Լեմանը ասում է, որ նույն կերպ դարձել է ներկայացման ընկալումը հանդիսատեսի կողմից։ Մենք ընկալում ենք դարձյալ սքանանելով, ոչ թե խորքերը գնալով, հա։ Ուստի այսօրվա ներկայացման ձևը բավական փոխված է, ժամանակակից postmodern, չէ, հիմա ինչ են ասում, Postmodern են ասում։ Մետա-պոստմոդեռն, ինչ որ այսպեսի թե Ես լսել եմ որակում, այս շրջանը կոչում են postmodern։ Post-էլ են ասում, արդեն չգիտես ինչ որ։ Հա, տարբեր բաներ, բայց նկատի ունեմ այսօրվա ժամանակաշրջանում մենք պիտի ընդունենք, որ մենք ունենք սերունդ, որը scroll անող է, ձեր բառերով ասած, հա, եւ չպահանջենք նրանցից այն, ինչը ունեցել են նույն Ջիգարխանյանը կամ մյուսը, հա, բայց մյուս կողմից գրականություն կարդալը անհրաժեշտ է եւ այդ առումով մեր ուսանողները իհարկե գալիս են շատ ֆոտոբոբիկ, բայց ավարտելիս արդեն ուզած չուզած պիտի մեծ քանակությամբ գրականություն կարդացած լինեն։ Բոբիկ գալը գիտելիքներով լավ ժամանակներ ինձ հիշեցրեց Սարա։ Ուսուցչի խոսքերն են Հենրիկ Հովհաննիսյանի, թատերագետ ասում է բոբիկ են, բացարձակ բոբիկ են գալիս ինստիտուտ եւ դա ճիշտ է, բայց ես ավելի սարսափով նայում եմ աճող սերնդին, իմ երեխաները այդ տարիքի են 9-12 տարեկան են, հա, այ ինչով են իրենք գալու։ Այսօր լուրջ խնդիր է։ Դա արդեն ծնողների ճգնաժամ է, շատ հիմա շատ անհնար է գրեթե դաստիարակել մեր ուզածի պես երեխաներին, ափսոս, բայց պիտի փաստենք, որտեղ տեխնոլոգիաները, գադջետները հաղթել են այդ պատերազմը, մեծամասնությամբ իհարկե կան եզակի այսպես կամքի տեր ծնողներ, որոնք որ այդ դաստիարակչական դոկտրիններ են ձևավորել, որոնք որ աշխատում են, բայց ես էլ ծնող չգիտեմ, դա շատ դժվար է հիմա երեխաների հետ։ Սարա մի հարց էլի, տեսեք, մենք այսօր շատ զուգահեռներ անցկացրեցինք սովետական կինոյի հետ, հիշեցինք անվանի դերասանների, մեր այսպես կինոյի ոսկե ֆոնդը, այսպես ասած, եւ ունենք Հայաստանում Արմեն ֆիլմի նկարանած հոյակապ ֆիլմերի շարք, բայց նաև պիտի ընդունենք, որ տարբեր ֆիլմեր կան, որտեղ որ մեր հայ դերասանները արտահանված էին։ Լեն фільмում, չգիտեմ, Մոսֆիլմում, էլի հպարտությամբ ասում է հայ է, խաղում, չգիտեմ։ Վլադիմիր Մոսերյանի, Պագանինի, Место встречи изменились нельзя Ջիգարխանյան, Բայարսկու հետ, Սաբակա Նասյանի, մի խոսքով մենք շատ տարբեր տենց ֆիլմեր եւ խնդիրը լուծվում էր, որովհետեւ մեծ շուկա կար, բոլոր թվարկած ֆիլմերը տասնյակ միլիոնավոր այսպես դիտոսեր են վաճառվել կինոթատրոններում, այսինքն ինքը ասպարեզ է։ Հիմա մենք խնդրեմ ունենք, մենք ունենք տաղաններ, որոնք չեն կարողանում օրինակ դուրս գալ դուրս, այսինքն հանենք իրենց, չեմ ասում Հոլիվուդ, թեպետ լավ օրինակ ունեցանք անցյալ տարվա Օսկարը, անորան եւ անցյալ տարվա ֆիլմը նկատի ունեմ, ինչ է կանում այդ ուղղությամբ կամ ինչ որ աշխատանքներ տանում եք, որ մեր դերասաններին նաև ասպարեզ ընդլայնեք, որ չեփվեն նույն կացայի մեջ տեղական կինոյի եւ դեգրադացիայի ենթարկվեն, դեռ դա վաղ թե ուշ դրան բերելու չի կարելի նույն դերերը խաղալով տարեց տարի սпасել Ալբերտ Էյնշտեյնն էր ասում, անմիտ է, ասենք ամեն անգամ անել նույն բան եւ սпасել տարբեր արդյունքների, հասկանում եք, այդ խնդրեմ հարցը հասկանալի է։ Շատ լավ եմ հասկանում հարցը, պարզապես տեսեք, եթե մենք բերում ենք սովետական կոնտեքստը որպես օրինակ, այնտեղ երկու կարևոր էլի ֆակտոր կար, որոնք աշխատում էին, բացի նրանից, որ շուկա, չգիտես ինչ, նախ այնտեղ կինոյի ֆինանսավորումը լրիվ այլ տրամաբանությամբ էր, 100% պետական ֆինանսավորում, առանց ակնկալիքի եկամտաբերության, պլյուս entertainment-ը, այսինքն զվարճանքի համակարգը շատ ժամանցի, հա, համակարգը շատ նեղ եւ սուղ եւ բացի դա կար քաղաքականություն, պետական քաղաքականություն, որը ենթադրում էր, որ պիտի անպայման դու, եթե նույնիսկ չես կարդացել Բալզակ, գոնե քո սեղանին պիտի Բալզակը լինի, որ դու քեզ համարես գրագետ մարդ, շատերի մոտ կային գրադարաններ, որոնք միշտ չի որ կարդացած էին լինում, նույնը կինոների, հա, պիտի անպայման գոնե Գոդար տեսած լինեիր կամ Տարկովսկի պիտի փորձեիր նայել կամ Փարաջանով։ Բունյուել հասկանայիր, հա։ Բունյուել փորձեիր, հա։
հասկանալ, եթե կարող էիր, ամեն դեպքում այս համակարգը մի կողմից կար, մյուս կողմից պետական էլի կար քաղաքականություն, եթե նկատել եք ոչ միայն հայ դերասաններ էին, այլ ուզբեկ դերասաններ կային, լատիշ դերասաններ կային, բանյոնիստներ այո, բոլորը, հա, վրացիները, այսինքն սովետական քաղաքականությունը չմոռանանք, որ իր սովետական գլոբալացման մոդելի ներսում նաև արժևորում էր ազգայինը, ուրիշ բան, որ այդ ազգայինը երբեմն մտածածին եւ հորինված էր կամ ստեղծված ինչ-որ մի իդենտիկություն հորինված, հա, ինչպես մենք կարող ենք տեսնել երբեմն մեր շրջապատում Հայաստանից դուրս, որ հորինված պատմություններ եւ այլն, հա, ամեն դեպքում մենք այն ժամանակ կար, որ պարտադիր պիտի այսքան մարդ մասնակցեր Հայաստանից, այսքան մարդ պիտի մասնակցեր ինտերնացիոնալ քաստ էր արվում, դերասանական կազմ էր հավաքվում, որոնք որ ընդհանուր սովետական կինո էին տալիս, բայց ամենազգել զվարթ ուրախանում էր իր ներկայացուցիչի համար կինոյում։ Բնական է, բայց ինչի շուրջ էր դա հավաքվում։ Ինչի շուրջ, ռուսերեն լեզվի շուրջ։ Հա, այսինքն սովետական գլոբալացումը ռուսերեն լեզվի շուրջ էր։ Այսօրվա գլոբալիզացիան անգլերենի շուրջ է։ Դաժե կասեմ ոչ թե անգլերենի, այլ ամերիկյան անգլերենի շուրջ, հա։ Թեպետ հիմա Netflix-ը որ նայում եմ, լավագույն երևի նախագծերը գալիս են հենց Բրիտանիայից, այսինքն բրիտանական բանն էլ, հա, կարող է ուժեղ լինել, բայց անգլերեն լեզուն այս առումով սպეციფიկ է։ Եթե մենք վերցնում ենք անորայում մենք ունենք էթնիկ գծերով օժտված երկու պերսոնաժ, հա, եւ դա էր իրենց հնարավորություն տվել, այո, մեխը։ Նույն կերպ ինչ որ էթնիկ գծերը շահարկելով բանն էին Սամվել Թադևոսյանն էր մասնակցել շատ լավ միջազգային արխաուսային պրոյեկտի մեջ, որտեղ իր շնորհիվ դերակատարումը մեծացվեց եւ իր դերը ուղղակի արտագրվել էր, մեծացրել էին եւ անկեղծ ասած, երբ ես տեսա ֆիլմը, ինձ թվաց, որ երևի ինքը լավագույն կատարողն էր առանց բան, բայց Սամվելը խոսում էր անգլերեն։ Հիմա Սամվելը գիտենք, որ Tisch School է գնացել սովորելու ԱՄՆ-ում, իհարկե մի քիչ ցավով եմ ես այս ամբողջին նայում, որովհետեւ չգիտեմ ինքը կվերադառնա թե չի վերադառնա, թեպետ ռեկոմենդացիոն նամակը ինձ այնց է վերցրել, բայց ես մի քիչ ցավով եմ նայում այն մարդկանց, ովքեր գնում են, հետո չեն վերադառնում։ Դե բայց կարող են օրինակ, չգիտես, հիմա էլ հրավիրեք արդեն որպես հավատացեք, մենք հաճախ լավ ունենք, բաց ենք թողնում, հետո մեծ գումարով հրավիրում ենք նորից, որ վերադառնան, այստեղ դեր խաղա, օրինակ։ Նորմալ է, թող ինքը հասնի այդ բարձունքներին եւ թող գա մեծ գումարով, ինչու ոչ։ Ես դեմ չեմ այդ մոտեցմանը, բացարձակ դեմ չեմ, լեզուն իհարկե շատ կարևոր է, ինչ վերաբերում է ճանաչողությանը, որպեսզի ճանաչեն, մենք ամեն ինչ ենք անում, հավատացեք մեր միջազգային կապերը այսօր երևի թե Հայաստանում ամենահարուստն են եւ մեր ուսանողները երևի ամենաշատ մասնակցողներն են տարբեր միջազգային նախագծերի, մեր բյուջեում մենք տեղ ենք հատկացրել, որպեսզի ուսանողները, ովքեր հրավերներ են ստանում լավ փառատոններից, անպայման պիտի նկատի ունենանք, որ դա ջրճե կլասի փառատոն չի, այլ բարձրորակ փառատոն է, որպեսզի մասնագետները գիտաժողովների կարողանան մասնակցել, որպեսզի մենք կարողանանք ճանաչողական այցեր կազմակերպել ուսանողների համար տարբեր փառատոների, որպեսզի իրենք տեսնեն ամբողջը, դա կա։ Մենք հրավիրում ենք շատ հաճախ մասնագետների, ովքեր իրենց հետ վարպետաց դասեր են անցկացնում, անհրաժեշտության դեպքում ուղարկում ենք։ Այդ առումով իհարկե մենք ուսանողների մտահորիզոնը փորձում ենք հնարավորինս բացել, շատ մեծ հիմա շեշտ ենք դնում լեզուների ինքնակրթության վրա։ Դա շատ կարևոր է, նշեցիք, եթե անգլերեն գիտես, լայվում է դաշտը։ Մեր բուհի պարագայում նաև ֆրանսերեն, որովհետև մեր բուհի երևի գլխավոր գործընկերը հենց ֆրանկոֆոն երկրներն են եւ իրենք ունեն հնարավորություն, իրենք գիտեն կրթաթոշակ ստանալ ֆրանսիական ինստիտուտից, որպեսզի կարողանան դրսում շարունակել իրենց ուսումը, կրթաթոշակ, որը
փակի իրենց եւ կրթության ծախսերը, եւ ապրելու, եւ տեղաշարժվելու, այսինքն այս պարագայում այո, ֆրանսերենը նույնպես կարեւոր է։ Իտալերեն ենք կազմակերպում դասեր իրենց համար։ Իտալերենի դասեր ենք կազմակերպում։ Ես գրեթե ժամանակ չունեմ կարճ մի հարց տամ եւ ձեր կարծիքը կարեւոր է, ճիշտ ասած, եւ կուզենայի լսել։ Սերիալները այսպես թե այնպես ալիքները թերթելիս հանդիպում են եւ տեսնում ես շատ պատահական մարդկանց սերիալներում։ Զգում ես, որ ոչ մի կրթություն չունեն, ուղղակի սիրունիկ աղջիկ է, խնամված, բերել են եւ ինչ անում է մի խոսքով դերասանության հետ կապ չունի։ Ունես ավելի թանկ է վարձատրությունը։ Ինչ որ ձևով հնարավոր է, չգիտեմ, ինչ որ նուրբ ձևով վերահասկել այդ process-ը կամ չգիտեմ, ինչ որ փորձեր արել եք երբևէ։ Գիտեք ինչ, սա տարիներ առաջ, բազում տարիներ առաջ մի տեսակ չգիտեմ ոնց ասեմ, չեմ ասի կոռուպցիոն սխեմա, բայց ինչ որ մի այդպիսի բան ինձ պատմում էին, որ կա դրա ետևում, բայց իրականում ինչ էին անում, ուղղակի դեմպինգ տեղի ունեցավ, շատ ուժեղ դեմպինգ տեղի ունեցավ, բանի դերասանի արվեստի, հա, երբ դրսից հավաքում էին մարդկանց, ովքեր պատրաստ էին կադրում երևալու համար նույնիսկ անվճար խաղալ։ Ուտելիքի դիմաց ասենք ուտելիքի չեղակի կադրում երևալու իրենք պատրաստ են իրենց ուտելիքն էլ իրենց հետ բերել, միայն թե էկրանին երևային եւ հավաքում էին շատ կասկածելի, ուրեմն մասնագիտական տվյալներով մարդկանց եւ արդյունքում իհարկե մասնագետները արդեն սկսեցին ստանալ շատ քիչ, որովհետեւ երբ նոր էր սերիալային մշակույթը մտնում մեզ մոտ, բավական բարձր էին վարձատրվում, հետո այդ դեմպինգի հետևանքով պրոֆեսիոնալներից սկսեցին որովհետեւ իրեն հարգող դերասան, թեկուզ երիտասարդ չի գնա օրը 5000 դրամով, չգիտեմ 6-7 ժամ աշխատի, կգնա, դա արդեն միշտ ես ասում եմ, դա ուսանողի ընտրությունն է, ես չեմ կարող ոչ ոքին մեղադրել, ուսանող կա կամ շրջանավարտ, որը ես գիտեմ, որ ծանր ֆինանսական պայմաններում չի համաձայնում գնալ, որովհետև ինքը ընտրել է այլ ուղի, ինքը ընտրել է թատրոն, ինքը ընտրել է լավ կինո, սպասում է լավ կինոյից առաջարկներ, իսկ կինոյի առումով ես ձեզ ասեմ, որ նույնպես շատ լավ զարգացումներ ունենք մենք, եւ այո կա այդ բանը, որ վերադառնում եմ ձեր նախորդ հարցին, որտեղ շատ կարեւոր հարց էր, որ ամբողջ աշխարհում էլ դա կա, որ նույն դերասանները նույն բան, ասենք վերցնում ենք 2000-ական թվականների իտալական կինոն, նույն Ռաուլ Բովա, նույն մարդիկ, նույն դեմքերը կինոյից կինո տեղափոխվում են։ Ֆրանսիական կինոյում էլ կա։ Բոլոր տեղերում, ամերիկյան, հոլիվուդյան, այսինքն դա բանն է, կոմերցիոն կինոյի հատկանիշն է, որը հիմնված է աստղային համակարգի վրա։ Աստղերը բերում են գումար, հա։ Իմ ամենասիրած ֆրազն է մի սցենարի վարպետության դասագրքից, որ ասում է պրոդյուսերները շատ սենտիմենտալ մարդիկ են, երբ խոսքը գնում է գումարի մասին։ Դրա համար իրենք շատ սենտիմենտալ ձևով նույն մարդկանց են բերում, դա նորմալ է աստղային համակարգը, բայց արթհաուսային կինոն չունի այս սահմանափակումները, որ պիտի պարտադիր, թեպետ սա էլ իր բաները ունի, հա։ Ի վերջո չմոռանանք, որ հիմա մենք շատ ենք գնում, ոչ միայն Օսկարը, բայց շատ ենք մենք սկսել փառատոների մասնակցել եւ արդեն ակարգի, բեկարգի փառատոների հայտեր ենք ներկայացնում, երբեմն անցնում ենք ու գիտեք դատել միայն մեյնսթրիմով, միայն մասսայական արտադրանքով արթհաուսի մասին կամ առհասարակ ամբողջ կինոդաշտի մասին այդքան էլ ճիշտ չէ, համաձայն եմ։ Շնորհակալություն, որ եկաք, շատ հաճելի էր, որ մենք տևական ժամանակ անցկացրեցինք միասին այս ստուդիայում եւ կարծում եմ ձեզ էլ հաճելի էր այս միջավայրը։ Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սարա Նալբանդյանն էր մեր հյուրը։ Շնորհակալություն, որ եկաք։ Ես էլ եմ շնորհակալ ինձ նույնպես։